ով որ ինձ խոստովանի մարդկանց առջև, ես նրան կխոստովանեմ հոր և հրեշտակների առջև, իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ հրեշտակների և Աստծո առջև ահեղ դատաստանի ժամանակ։ Ինչ է խոստովանություն։ Խոստովանություն նշանակում է հավատարմություն, նշանակում է սեր, նվիրում։ Ինչպես ենք մենք խոստովանում Քրիստոսին, մեր սրտի մեջ ենք խոստովանում, անկեղծությամբ, նվիրումով հավատում ենք Տիրոջը, մեր սրտի մեջ ամեն օր, մեր մտքում, մեր հոգում միշտ խոստովանում ենք, միշտ ընդունում ենք Տիրոջը, մեր հավատն ենք խոստովանում, նաև մեր մեղքերն ենք խոստովանում։ Ասում ենք Տեր Աստված, այս սխալները գործեցինք, բայց ներողություն ենք խնդրում, ասում ենք մեղա Աստծո, բայց հետո էլ ասում ենք փառք Աստծո։ Այսինքն մեր խոստովանությունը մեր սրտի մեջ է, զղջում ու փառավորություն, ցավ, ափսոսանք եւ ուրախություն։ Այսպես է հավատի խոստովանությունը։ Մեր կյանքը միշտ անկումների եւ բարձրացումների մեջ է։ Երբ որ անկում ենք ապրում, զղջում ենք ապրում, արտասում ենք, ներողություն ենք խնդրում, երբ որ բարձրանում ենք, փառք ենք տալիս Աստծուն։ Եվ հա, այսպես, երբ որ մեր սրտում հոգում հաստատվեց խոստովանությունը, մենք հավատացինք, դավանեցինք խոստովանություն Քրիստոսին, ինչպես մեր Տերն ավետարանում է ասում, սրտի ավելցուկից խոսում է մարդու բերանը։ Մեր սրտում եթե կա հավատք, ապա ակամայից մեր խոսքերը, մեր գործերը, մեր կյանքը, մեր վարմունքը, մեր խոսվածքը, մեր քայլվածքը քրիստոնեական են դառնում։ Մենք Քրիստոսին ենք պատկանում ու Քրիստոսին ենք խոստովանում, Քրիստոսով ենք ապրում մեր կյանքում եւ սկսում ենք մարդկանց առջև խոստովանել։ Ահա սրա մասին է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եթե դուք չամաչեք, եթե դուք իրապես քրիստոնյա լինեք, ձեր ամբողջ կյանքը կդառնա խոստովանություն։ Դավանանք Քրիստոսի հանդեպ։ Բայց երբեմն ավելին է լինում, ինչը այսօրվա սուրբերի հետ եղավ։ Ոչ միայն սրտում խոստովանեցին, ոչ միայն բերանով խոստովանեցին, այլ նաև արյամբ խոստովանեցին Քրիստոսին։ Այսօր տոնն է Սուրբ Գևորգի։ Սուրբ Գևորգը ապրել է 3-րդ դարի վերջերում, 4-րդ դարի սկզբում, Դիոկլետիանոս հայլացից կայսեր ժամանակ։ Դիոկլետիանոսը հրովարտակ է հռչակում, որ քրիստոնեությունը պետք է հալածվի։ Եվ բոլորը իր նախարարները, զորահրամանատարները, բնականաբար կայսրը պետք է հաջողանային, պետք է ասեն այո, ինչ լավ բան արեցիր, քրիստոնյանը պետք է հալածվեն, պետք է կուռքեր պաշտենք, պետք է բագինները ու մեհյանները կանգնեցնենք երկրպագին։ Սա ճիշտ է։ Քանի որ կայսրն է ասում, թագավորն է ասում։ Եվ այդպես նրանցից մենակ մեկը Սուրբ Գևորգը, որ շատ հայտնի զորահրամանատար էր, ասաց ոչ, ինչու պետք է քրիստոնյաները հալածվեն, ինչու պետք է չարչարվեն, առաքինի և բարի քաղաքացիներն են հռոմեական կայսրության, օրենքը պահում են, ամեն կարգ ու կանոնով ապրում են, օրինազանց չեն, ինչու պետք է հալածվեն, իրենց Աստծուն են պաշտում, թող պաշտեն։ Բոլորը հասկանում են, որ Սուրբ Գևորգը քրիստոնյա է։ Եվ այդպես ձերբակալում են Սուրբ Գևորգին։ Սաստիկ չարչարանքներ են ենթարկում։ Ի վերջո Սուրբ Գևորգը այդ չարչարանքներից հաղթանակած դուրս է գալիս եւ մի օր էլ կայսրին ասում է՝ ցույց տուր քո կուռքերը, գնան տեսնեն։ Բոլորը մտածում են, որ Սուրբ Գևորգը ուզում է երկրպագել կուռքերին։ Շղթաները ձեռքը տանում են կռատուն, բագին, և ձեռքերի շղթաներով բոլոր կուռքերը ջարդում են, փոշիացնում են, հողին է հավասարեցնում։ Սրա վրա սաստիկ բարկանում են տեղում սրով գլուխ են կտրում են, այսպես
Սուրբ Գևորգը նահատակվում է 4-րդ դարի սկզբում 303 թվականին։ Եվ Սուրբ Գևորգը շատ ընդունելի, շատ երկրպագելի, շատ սիրված սուրբ է, գրեթե բոլոր ազգերի մեջ։ Օրինակ համարվում է Անգլիայի կամ Մեծ Բրիտանիայի պահապան սուրբը։ Եվ բոլորն էլ ունեն Սուրբ Գևորգի տոնը։ Աշխարհում մեկ սփռված է Սուրբ Գևորգի նշխանները, մասունքները։ Այսօր տոնն է նաև Ադոկտոս Դուքսի եւ Ռոմանոս երգեցողի։ Ադոկտոսը մի քիչ ավելի ուշ է ապրել 4-րդ դարի սկզբում, ոչ թե Դիոկլետիանոս, այլ Մաքսիմիանոս կայսեր օրոք, սա էլ էր հալածում քրիստոնեությունը։ Ադոկտոսը շատ գեղեցիկ դուստր ուներ, չնաշխարհիկ գեղեցկություն ուներ։ Եվ հենց այս Մաքսիմիանոս կայսրը ուզում է Ադոկտոսի դստերը իրեն կին դարձնել։ Եվ Սուրբ Ադոկտոսը հասկանում է, որ չի կարող իր կինը, իր Սուրբ մանուկը, իր գեղեցիկ դուստրը դառնալ Հեթանոս կայսեր կին, որտեվ Հեթանոս կայսրերը շատ կանայք ունեին, հարևից մեկը պետք է լիներ եւ ընդհանրապես ճիշտ չէր։ Եվ այդպես հեռացնում է, փախցնում է իր աղջկա, ապրում էր Եփեսոսում, Սուրբ Ադոկտոս Դուքսը, հեռացնում է աղջկա, տանում է ուրիշ երկիր, եւ այդպես չեն գտնում դստերը եւ Ադոկտոսին ձերբակալում են, սաստիկ չարչարանքներին երթարկում, ի վերջո նահատակում են, սպանում են Սուրբ Ադոկտոսին։ Ադոկտոսը ուներ կին եւ 2 աղջիկներ, երբ որ մահանում է Սուրբ Ադոկտոսը եւ հալածանքներն էլ դադարում են, մյուս դուստրը եւ մայրը դիմում են Կոստանդիանոս կայսրին եւ խնդրում են, որտեղ արդեն քրիստոնեության հալածանքները դադարել էին, Կոստանդիանոսը դարձել էր կայսր։ Ասում են, մենք խնդրում ենք Սուրբ Ադոկտոսի նշխարները բերել Եփեսոս մարմինը եւ այնտեղ ուղարկավորել։ Եվ մեծ այն դուստրը, որ փախել էր վտարանդի երակսորի մեջ էր, վերադառնում է, միանում է իր մոր եւ քրոջ հետ, Եփեսոս են վերադարձնում հոր մարմինը, դին, նշխարները, եւ այդպես ուղարկավորում են։ Եվ այդպես իրենց ամբողջ կյանքը աղոթքով սրբությամբ ապրում են ու մահանում։ Այսօր տոնն է նաեւ Ռոմանոս երգեցողի։ Ռոմանոսը ավելի մի քիչ ուշ է ապրել, 4-րդ, 5-րդ դարերում։ Բեյրութի սարկավագիր, Լիբանանի։ Սարկավագիր, բայց բաղաձայն էր, ձայն չուներ։ Տեսնում եք, թե ոնց են մյուս սարկավագները երգում, եկեղեցում, աղոթում են, մի օր էլ ծնկի է գալիս խորանի առջև, այս սարկավագը եւ ասում է Տեր Աստված, ես ուզում եմ երգել։ Եվ Աստված շնորհ է տալիս, ոչ միայն երգելու, այլ նաեւ ստեղծագործելու։ Շրթունքները բացվում են, սկսում է երգել, սկսում է տաղեր, գանձեր, շարականներ գրել։ Եվ այդպես դառնում է հայտնի տաղասած շարականագիր սարկավագ Բեյրութի եկեղեցում կամ Լիբանանի եկեղեցում։ Եվ ասում են, որ հունական օրթոդոքս եկեղեցու շարականների մեծ մասը գրել է Ռոմանոս երգեցողը։ Եվ կարծում եմ մեր Ռոմանոս Մելիքյանին անունը հենց այս Ռոմանոս երգեցողի անունով են դրել։ Նշանավոր տաղասած էր, երգահան էր, շարականագիր էր, մեր Սուրբ Ռոմանոս երգեցողը։ Այս 3 սուրբերին այսօր մենք տոնում ենք։ Սուրբ Ռոմանոս երգեցողին, Ադոկտոս Դուքսին եւ Սուրբ Գևորգ Զորավարին եւ խնդրում ենք իրենց բարեխոսությունը, որպեսզի մենք էլ միշտ մեր մտքում, սրտում, հոգում եւ լեզվում խոստովանենք Քրիստոսին։ Ամեն։